Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Եթե Ադրբեջանի եւ Հայաստանի միջև համաձայնագիր ստորագրվի, ապա իհարկե համագործակցություն սկսելու համար որևէ խոչընդոտ չի լինի։ Այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ԱԴՀ համալսարանում ընթացող դեպի նոր աշխարհակարգ միջազգային ֆորումի ժամանակ։ Կարծում եմ, որ պետք չէ ժամանակ կորցնել, քանի որ խաղաղության համաձայնագրի հարցում գնդակը Հայաստանի դաշտում է։ Ես արդեն բազմիցս հրապարակավ հայտարարել եմ, թե ինչ ենք ակնկալում Հայաստանից, մեր տարածքային ամբողջականության եւ սահմանադրության առումով, ընդգծել է երկրի ղեկավարը։ Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանն իրեն զրկել է Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների եւ տրանսպորտային ուղիների համար կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից։ Ադրբեջանից ամբողջ տարանցումը, այդ թվում նավթը, գազը եւ բեռները անցնում է Վրաստանով, այնպես որ Հայաստանը կարող էր լինել այս գործընթացի մաս։ Սա նրանց մեղքն է, որ նրանք սխալ հաշվարկեցին ապագա զարգացման մասին եւ զոհաբերեցին իրենց տնտեսական ապագան, իրենց իրական անկախությունը հանուն այսպես կոչված մեծ Հայաստանի մասին երազանքի, նշել է պետության ղեկավարը։ Ռազմական տեսանկյունից լինի դա Ղարաբաղյան երկրորդ պատերազմը կամ 2023 թվականի սեպտեմբերյան հակահաբեկչական գործողությունը եւ դրանից հետո մենք ինչ ենք անում մեր ռազմական ներուժն ուժեղացնելու համար, միանգամայն հասկանալի է, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանի ռազմականացման լուրջ գործընթաց է ընթանում։ Նոր դաշնակիցների կողմից հայերին մատակարարվող մահաբեր զենքերը չեն նպաստում խաղաղությանն ու կայունությանը։ Դա միայն ապագայում կբերի պոտենցիալ լարվածության, նշել է պետության ղեկավարը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Էլման Աբդուլլայևը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նիստում ներկայացրել է Ադրբեջանի ազգային հռչակագիրը։ Ինչպես հաղորդում է ռեպորտը, այս մասին ասված է ներկայացության X սոցիալական ցանցի էջում հրապարակված գրառման մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը վերահաստատում է իր հավատարմությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլոբալ առաջնահերթություններին։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ։ Կողմերն ընդգծել են Մոսկվայի եւ Բաքվի միջև կապերի հետագա ամրապնդման իրենց շահագրգռվածությունը, համաձայն Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի, որը ստորագրվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարների կողմից 2022 թվականի փետրվարի 22-ին։ Հանդիպմանը դիտարկվել են քաղաքական երկխոսության խորացման եւ առևտրատնտեսական համագործակցության խորացման հարցեր։ Թուրքական պետությունների կազմակերպությունը պետք է ապագայում դառնա միության ավելի կարևոր մոդել, քան Եվրամիությունը։ Այս մասին հայտարարել է Անկարայի Հաջի Բայրամի համալսարանի դոցենտ Վելի Լևենտ Էրսին Օրալն։ Նրա խոսքով, չնայած նրան, որ թուրքական պետությունների կազմակերպությունը համեմատաբար նոր կառույց է, նրա պատմությունը գնում է դեպի հեռավոր անցյալ։ Թուրքական ավանդույթները, մշակույթը եւ գիտակցությունը գոյություն են ունեցել հազարավոր տարիներ շարունակ։ Թուրքական աշխարհը հանգիստ շուջ քաշեց Ադրբեջանի տարիներ շարունակ օկուպացված տարածքների ազատագրումից հետո։ Թուրքական պետությունների կազմակերպությունն ընդլայնել է իր սահմանները, իր կազմում ներառելով Հունգարիան։ Օրալին ընդգծել է, որ կազմակերպության արժեքները մնում են անփոփոխ։ Մենք նախատեսում ենք ստեղծել առանց վիզայի ճանապարհորդության հնարավորություն անդամ երկրներից յուրաքանչյուրին, ազատ տեղաշարժն ապահովելու, ինչպես նաև ուսանողների փոխանակում իրականացնելու համար, ասել է Օրալին։ Մենք ավարտել ենք 500-ից ավելի գերեզմանատների մոնիտորինգը, որոնք մնացել են Արևմտյան Ադրբեջանում վերջին տեղահանության ժամանակ, հայտարարել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Միլի Միջլիսի падգամավոր Ազիզ Ալեքբերլին։ Նրա խոսքով մոնիտորինգի արդյունքները ներկայացվել են համաշխարհային հանրության ուշադրությանը եւ Հայաստանի ղեկավարությունից, հայ անջատողականներից եւ շովինիստներից հաշվետվություն կպահանջվի իրենց գործողությունների համար։ Մեր նախնիները, ովքեր հազարավոր տարիներ ապրել են այդ տարածքներում, այնտեղ ստեղծել են հարուստ մշակութային ժառանգություն։
Ցավոք հայերը, ովքեր սկսել են տեղափոխվել այդ տարածքներ 200 տարի առաջ, անմիջապես սկսել են ոչնչացնել կամ հայկականացնել ադրբեջանական մշակութային ժառանգության հուշարձանները։ Իհարկե, մենք դիմել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ Հայաստանի ղեկավարությանը պահանջով Արևմտյան Ադրբեջանում մշակութային ժառանգության վիճակի մոնիտորինգ անցկացնել, սակայն Հայաստանի ղեկավարությունը կտրականապես դեմ է դրան։ Մենք չենք պատրաստվում համակերպվել նման դիրքորոշման հետ եւ շարունակելու ենք մշակութային ժառանգության օբյեկտների մոնիտորինգը, նշել է Ազիզ Ալիքբերլին։ Մեծ վերադարձ ծրագրի շրջանակներում հայրենի գյուղ վերադարձած Սուգովուշան գյուղի բնակիչ Ռաֆիկ Փաշայևը խոստովանել է, որ այնինչ կատարվում է երազանք է թվում նրան։ Նա ասել է, որ չէր սպասում, որ այսքան շուտ կվերադառնա հայրենի հող։ Սուգովուշանի օկուպացիայից հետո մենք ժամանակավորապես ապրել ենք երկրի տարբեր մասերում, Աղդամի շրջանի Գզլը Քենգերլի գյուղում, այնուհետև Աղջաբեդիում, իսկ ավելի ուշ Իսմայիլիում եւ նորից Աղջաբեդիում։ Չէ կարող պատկերացնել, որ այսքան շուտ տուն կվերադառնանք։ Հիմա մենք կապրենք ժամանակակից եւ հարմարավետ պայմաններում, ասել է Փաշայևը։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։